Պարոն Քոչարյան, ինչ է ձեզ համար միասին կարող ենք եւ ում հետ եք դա պատկերացնում։ Միասին կարող ենք հենց այն կարողությունն է, որով մենք պետք է կարողանանք երկիրը զարգացնել, առաջ տանել, զորացնել, պաշտպանել, այս ամեն ինչն է ու միասին դա կարող ենք առաջին հերթին մեր ժողովրդի հետ, մեր թիմով։ Իմ համար այլընտրանք չունեցող նշանաբան է, ես չեմ պատկերացնում առանց թիմ որևէ մեծ բան անել, ում հետ եմ պատկերացնում մեր թիմով։ Ես կարծում եմ, որ մենք միասին կարող ենք կառուցել անվտանգ եւ արդյունավետ պետություն, բայց որը երբեք չի ուրանում իր պատմությունը, երբեք չի ուրանում իր հավատը, իր եկեղեցին եւ ապագա սերունդներին ժառանգում է այնինչ կա, ունեցել է եւ մեծ հարգանքով է վերաբերում իր պատմությանը, որտեղ Արցախ ասելիս ներողություն չեն խնդրում։ Այն միասին կարող ենք դա անել, պահել մեր տունը եւ զարգացնել, շնացնել մեր տունը։ Միասին կարող ենք կառուցել անվտանգ Հայաստան, խոսքը ոչ միայն անվտանգ արտաքին սահմանների մասին է, այլ նաև ներքին անվտանգության մասին է։ Ես տեսնում եմ, որ այդ անվտանգությունը մենք կարող ենք կառուցել միասին եւ իհարկե պետք է կառուցենք դա Ռոբերտ Քոչարյանի հետ միասին։ Ինքը երկու շերտ կամ մի քանի շերտ ունի։ Նախ այն փորձառությունը, որ ունեցել է եւ նախագահ Քոչարյանի եւ այն թիմը, որ այս տարիներին միասնական կուռ է եղել, արդեն ցույց է տվել, որ մի անգամ կարողացել է եւ ազատամարտում եւ տնտեսության մեջ արտաքին քաղաքական բոլոր ոլորտներում։ Պատկերացնում եմ մեր թիմի հետ, որ քիչ հետո կներկայացնեմ, իսկ միասին կարող ենք, որովհետեւ այն հարցերը, որ դրված են մեր առջև, դա մեկ ուժի մեկ անհատի լուծելի խնդիր չի։ Մեր պատասխանը հետեւյալն է՝ միասին կարող ենք։ Եթե թեփտիկունք կանգնենք իրար թեփտիկունքի, անպայման այն ինչ որ մտածել ենք, համոզված եմ աստծո լինելու։ Նախ եւ առաջ ես դա պատկերացնում եմ Հայաստան դաշինքի կազմում Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հայ հեղափոխական դաշնակցության առաջ կուսակցությունների եւ նաեւ այն մարդկանց հետ, ում հետ ես այս վերջի տարիներին մասնակցում եմ այս պայքարին։